Հաջորդ կարևոր նախաձեռնությունները վերաբերում են լոբինգին, նաև վերաբերում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացառմանը, այս երկու նախագծերն էլ քննարկվել են նախարարական կոմիտեներում եւ մի քանի խոսք մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից մենք ավարտին ենք հասցրել այս ռազմավարության կատարումը, ունենք մի շարք միջոցառումներ, որոնք ամբողջությամբ կատարված են եւ որոշները, որոնք կատարված չեն, որովհետեւ մենք բոլոր ռազմավարությունները իրականացնելիս առաջնորդվել ենք անհրաժեշտությունը գնահատելու չափանիշով, այսինքն գուցե կան ժամանակավրեպ միջոցառումներ եւ ընտրվել է դրանք կանացնելու տարբերակը եւ ես իհարկե շատ երկար կարող եմ խոսել, բայց ձեզ հետաքրքրող մի քանի բան եմ ուզում ասել, նախ սնանկության վերաբերյալ սնանկության հարթակը, որը որ պետք է գործարկվեր եւ նախկինում չի գործարկվել, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, առաջիկա 2 ամիսների ընթացքում սնանկության գործերով էլեկտրոնային հարթակը եւս կգործարկվի, աշխատում ենք նոր քաստ համակարգի վրա, որն ամբողջությամբ ավտոմատացնելու է դատական գործերի մակագրման համակարգը, մեծ աշխատանք ենք տարել նաև քրեակատարական եւ պրոբացիայի ոլորտում, հիմա ունենք նախաձեռնություններ, որոնք կատարելագործում են պատժից պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը եւ առավոտյան վերցրեցի վիճակագրությունը, արդեն աշխատանքը տեսանելի է, նախորդ տարվա այս ժամանակահատվածի դրությամբ պատժից պայմանական վաղակետ ազատվել էին 23 դատապարտյալ, այս օրվա դրությամբ արդեն պատժից պայմանական վաղակետ ազատվել է 40 դատապարտյալ եւ մեր զեկույցների որակի լավարկումը մեծ ազդեցություն է ունենալու այս ինստիտուտի ավելի հաճախ կիրառման վրա,